ապրիլի 27-ն է, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյանց 135 շենքի բակում ենք, որտեղ գիշերը անայտ անձը կամ անձիկ իրենց սև գործն են արել։ Chevrolet Volt-ի սեփականատերը մեքենան կայանել է ավտոտնակում, առավոտյան ժամը 05:00-ի 06:00-ի սահմաններում դուրս է եկել աշխատանքի գնալու, նկատել է, որ կողպեքը կոտրել են, ապա հայտնաբերել է, որ մեքենայի առջևի հատվածն ամբողջությամբ թալանել է։ Ով է թալանել, դա արդեն պետք է բավականին օպերատիվորեն փորձեն հայտնաբերեն ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները, ովքեր արդեն դեպքի մասին տեղեկացված են։ Արդյոք սա մեկ հոգու ձեռքի գործ է, թե 2 կամ 3, դա արդեն հարակից այս հատվածներում կան տեսախցիկներ, երևի տեսախցիկներով ոստիկանները դուրս կգան հետքի վրա, բայց որ դարձյալ տականքը կամ տականքները շարունակում են իրենց գողությունները Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ ակնհայտ է։ Երևի թե բնակչին պատճառվել է մոտ 1.500.000 այդքանի վնաս, քանի որ նորը գնելու համար, արեստավորի մոտ տանելու համար ավտոյի սեփականատերը այդքան գումար կծախսի։ Ուզում եմ ճիշտ ասած հավատալ, որ Շենգավիթի ոստիկանները կհայտնաբերեն կատարողին կամ կատարողներին, որտեղ բազմաթիվ դեպքեր է եղել, որ Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են անգամ իրեղենով, բայց ստեղ մի աբսուրդ էլ կա, կատարողներին ներկայացնում են քննչականն էլ քննությունը անելուց հետո հիմնավորում է գողություն կատարողների մասնակցությունը, ներկայացնում է դատարան, իսկ մեծն դատարանը որոշ վայ դատավորներ ազատ են արձակում։ Եղել են նաև դեպքեր, որ ազատ արձակվելուց հետո այդ նույն մարդիկ գողություն են արել, անգամ դատարանից դուրս են եկել, տուն գնալուց գողություն են արել ու նմաններին դատարանը թողում է։ Համարանիշն էլ պոկել են շիթի վրայից։ Մենակ արջևի բացն են, չէ՞ տարել, հետև բան։ Հյուրանոցի կամերանային նորագաղթի տարածքների կամերաները։ Էս իրա դետալը չի կոտրված։ Это заядочный чи? Ես Заядочный ты. չէ իրա դետալն է, չէ։ Մի քիչ դժվարանում է, բայց բացում Քիվ կպցնե